բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, դա նշանակում է առավոտյան մեզ անհրաժեշտ է դրական էներգիա, բարություն, լավ խոսքեր ասել միմյանց, մարզվել ինչու ոչ, առողջ ապրել, այս ամենի մասին մենք դեռ խոսելու ենք այսօրվա եթերի ընթացքում, իսկ այս պահին առաջարկում եմ ինչու ոչ մարզանքի համար լավ երաժշտություն, լավ ռիթմեր, գնացինք արթնանանք միասին։ Դե ինչ, արթնացանք, մարզվեցինք, ինչպես խոստացել է, այսօր թեման լինելու է առողջությանը վերաբերող, շատ կարևոր, այնպես որ հեռուստաէկրանների մոտից այն կողմ մի գնացեք, վստահաբար կունենաք ու կստանաք օգտակար խորհուրդներ։ Քանի որ այսօր իմ հյուրն է կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանը։ Բարի առավոտ, պարոն Նալբանդյան։ Շնորհակալ եմ դոկտոր ջան, որ ժամանակ եք գտել եւ այս առավոտ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար ձեր տաղավարում։ Տեսեք, վերջին շրջանում հատկապես ամենաշատը մեզ անհանգստացնում են մեջքի ցավերը, ողնաշարի ցավերը ու խնդիրները, որոնց հարցերին փորձում ենք տալ պատասխանել ինքնուրույն, ցավոք սրտի չենք դիմում մասնագետին։ Կուզենայի իմանալ առհասարակ ինչ է նշանակում կինեզիոթերապիան, ինչով է այն տարբերվում սովորական օրինակ վարժություններից, որ մարդը իրեն թույլ է տալիս ու ավելի բացահայտենք հեռուստադիտողին, հա։ Շատ բարի։ Կինեզիթերապիան ինքը այսպես ասած բուժում շարժումների միջոցով։ Զբաղվում ենք բուժման բնական ճանապարհով, շարժումներով, որը տալիս ենք էֆեկտ մկանային համակարգի, հենաշարժողական համակարգի եւ մկանակապանային համակարգի, այսինքն սկոլիոզներ, հիպերկիֆոզներ, կուզը եւ մնացած հենաշարժողական համակարգի բուժումներ։ Ինչու՞ չէ նաեւ ողնաշարի ճողվածքների հետ կապված։ Այսինքն հիմա եթե ես հարց տայի, թե որ խնդիրների դեպքում են դիմում կինեզիոթերապիային, սա հենց այն էր, ինչ դուք արդեն թվարկեցիք։ Ոչ, կան նաեւ այնպիսի խնդիրներ, հետ տրավմատիկ, հետ վնասվածքային, հետ ինսուլտային, սպորտային վնասվածքները եւ այլն։ Ժամանակակից մարդու կյանքում ինչ վտանգներ կան կամ ինչ ենք մենք անում, որը բերում է խնդիրների, որոնք էլ պետք է բուժել կինեզիոթերապիայով, այսինքն գուցե նստակյաց կյանքը, ամբողջ օրը համակարգչի դիմաց լինելը։ Այո, շատ ճիշտ նկատեցիք, այսօրվա դարաշրջանում նստակյաց կյանքը շատ է ազդում ողնաշարի վրա։ Այսպիսի օրինակ բերեմ, երբ որ տան պատերը սկսում են ճաքել, մենք ուշադրություն չենք դարձնում պատերին, այլ ստուգում ենք հիմքը։ Նույնը ողնաշարն է, երկար նստակյաց կյանք վարելուց հնարավոր է առաջանալ ցավեր ստորին վերջույթներում, վերին վերջույթներում, գլխացավեր, այսինքն պետք է ուղղակի ճիշտ գտնել պատճառը, ոչ թե բուժել հետևանքը։ Նստակյաց ապրելակերպը շատ է ազդում այսօրվա դրությամբ ողնաշարի խնդիրների եւ ընդհանրապես հենաշարժողական համակարգի վրա։ Այ ինչպես հասկանա մարդը, ով ունի պարանոցի ցավ կամ մեջքի ցավ, որ ժամանակն է դիմելու բժշկի միջամտությանը եւ ոչ թե ինքնուրույն հարցին լուծում տալ։ Եթե ցավերը թեթև են եւ տևում են մինչեւ 3 օր, այդ դեպքում պետք չէ դիմել բժշկի։ Բայց եթե 3 օրից ավել են տևում եւ գնալով սրանում են, պետք է դիմել բժշկի, անհապաղ պետք է դիմել բժշկի, եթե ցավերին զուգորդվում է նաև թմրածությունը վերին վերջույթների կամ գլխացավերի հետ կապված, երբ որ ունենում ենք գլխապտույտներ, տեսողության կամ լսողության խանգարումներ։ Կարելի է ասել, որ սա դարի հիվանդություն է, որովհետև ես դեռ չեմ տեսել մի մարդ, ով չբողոքի գոնե պարանոցի ցավից կամ։ Իհարկե, կարելի ասել դարի հիվանդություն է եւ գնալով ցավոք սրտի շատ ավելի են շատանում դեպքերը եւ բազմազանությունը տվյալ խնդրի։ Որոնք են այն սխալները, որ մենք գործում ենք, որն էլ մեզ բերում է խնդրին։ Օրինակ, եթե գնանք դեպի մանկություն, այսօր երեխաները շատ հաճախ, ովքեր իրենց ծնողներին խանգարում են, հեռախոսը տալիս են, ասում են, չգիտեմ, ժամերով նստի պարկի կամ նայի հեռուստացույցին ու այդքան չեն շարժվում, ինչքան մենք մանուկ տարիքում, երբ գնում էինք բակ ու լավ շարժուն էինք, հա, խաղում էինք։ Այ ինչ սխալներ ենք թույլ տալիս մանկությունից սկսած, որ չբերի այդ խնդրին։ Շատ ճիշտ եք, այսօր մեզ դիմում են շատ ծնողներ, որոնց երեխաների մոտ կան խնդիրներ, կեցվածքի շեղումներ։ Հիմնականում, այո, եթե բնածին չի խնդիրները, հիմնականում ձեռքբերովի են լինում։ Այսինքն, երբ որ երկար անցկացնում են հեռախոսի, պլանշետի առջև, եթե ճիշտ նկատառում արեցիք, երբ որ մենք
փոքր ենք, մենք ավելի շատ խաղային եւ ֆիզիկական լավ շարժվում էինք, վարժություններն ու շարժներ։ Շատ հիմա հիմնականում կյանքը նստակյաց է։ Նաև սկսենք դպրոցներից պետք է շատացնել ուղղակի ֆիզկուլտուրայի դասերը, թե մանկապարտեզներում, թե դպրոցներում պետք է ուշադրություն դարձնել այդ ամենին։ Եվ նաև գոյություն ունի տեքստային պարանոց, այդպիսի հասկացողություն, այսօր շատ ավելի երիտասարդացել է դա, այսինքն տեքստային պարանոց, անդադ կարդում են գլուխներս ներքև, որը որ շատ սխալ է, առաջացնում է պարանոցային հատվածի խնդիրներ, հիմնականում պետք է գոնե աչքերի ուղղությամբ լինի էկրանը, որպեսզի մենք չթեքենք գլուխը, քանի որ մենք թեքելով մոտավորապես պարանոցի վրա գցում ենք 25-ից 27 կիլոգրամ ծանրաբեռնվածություն։ Այսինքն կան բժշկական փոքրիկ խորհուրդներ, որ այսօր եթերում կարող եք տալ, ամենապրիմիտիվ, որ մենք եթե կատարենք գոնե Իհարկե, եթե աշխատանքը նստակյաց է, այսինքն օֆիսային աշխատանք է, գոնե կես ժամ մեկ պետք է վեր կենալ թե վարժություններ կատարել։ Ինչպես ասում են, ամենալավ կեցվածքը դա հաջորդ կեցվածքն է, այսինքն մի կեցվածքով, մի դիրքով երկար մնալը, կապ չունի նստած, պառկած թե կանգնած, դա բերում է խնդիրների, այսինքն արյան շարժ տեղի չի ունենում։ Դա արդեն բերում է այսպես կոչված օստեոխոնդրոզ հիվանդությանը, որը արդեն տերմինը վերացել է, այսինքն ոսկրերի եւ աճառային սկավառակների դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններն են։ Շատ դեպքերում, երբ մարդն արդեն ունի ողնաշարի ճողվածք, նրան խորհուրդ են տալիս տուրնիկից կախվել, լողի գնալ, հա, որքանով է կարևոր, որ այդ ամենը ոչ թե ինքնուրույն արվի, այլ բժշկի հսկողության տակ եւ երբ արդեն կա ճողվածքը, չենք կարող մեր սխալ պահելաձևով վերել ավելի վատ հետևանքների։ Շատ լավ թեմա եք առաջ քաշում եւ երկար կարելի է խոսել, ուղղակի ես մի քիչ կարճ բացատրեմ, ինքը ճողվածքը մի տեսակի չի լինում։ Իր տեղեկայությունն է տարբեր լինում, չափսերը, այսինքն կախված տեղեկայությունից եւ չափսից պետք է ընտրել բուժման տարբերակը։ Հա, ճողվածքները լինում են պրոտրուզիա, էքստրուզիա, միջև սեկվեստր, այսինքն երբ որ ճողվածքը արդեն պոկվում է եւ ազատ լողացող ինքը ինչ որ մասնիկ է առաջացնում, դա ամենավտանգավոր ձևերն են։ Իսկ այսօր մենք տեսնում ենք ականատես ենք լինում շատ այն դեպքերին, երբ որ շատ են հարևանաբուժություն, բարեկամաբուժությունները, այսինքն բոլորը խորհրդատու են, գիտես ինչու մասնագետ։ Այո, առաջացավ ճողվածք, խորհուրդ ենք հարցնում հարևանից, բարեկամից եւ ուշացած եւ վնասված դեպքերն են շատ գալիս։ Առաջնահերթ պետք է դիմել բժշկի։ Շատ ժամանակ զանգում են, ասում են MRT անենք նոր գանք, թե չէ։ Շատ ժամանակ կարիքը չի լինում MRT ուղղակի մարդուն նայելով, հասկանալով, որ այդտեղ կարիքը չկա եւ քիչ է հավանական կամ ընդհանրապես ճողվածք չունի։ Նու ճողվածքի դեպքում համենայն դեպս ճիշտ է դիմել բժշկի։ Այսօր փառք Աստծո հասել ենք այն վիճակին, եթե նախկինում շատ դեպքերում վիրահատվում էին, այսօր հակառակը շատ դեպքերում չեն վիրահատվում, այսինքն շրջանցում ենք վիրահատությունը բուժման շնորհիվ եւ շատ քիչ տոկոսներն են, որ հստակ ցուցված է վիրահատություն։ Դոկտոր, իսկ եթե արդեն հասել է վիրահատությունից հետո կարող է կրկնվել։ Այո, դեպքեր լինում են, երբ որ նույն աճառային սկավառակի վրա կատարում են 3 անգամ վիրահատություն, տարբեր ժամանակաշրջան եւ 3 անգամ կրկնվում է եւ ամեն կրկնվելուց լինում են դեպքեր շատ ավելի բարդ է լինում։ Իսկ գերքաշը մեծ որովայնը կարող է նպաստել առաջացման։ Իհարկե, նայեք, այնպիսի հստակ ինչ որ չկա ձև կամ բան, որպեսզի ասենք հենց սա առաջացնում է ճողվածք։ Մի քանի ֆակտորներն են առաջացնում։ Իհարկե, մեծ որովայնը կարող է առաջացնել, դա հավասարազոր է նրան, ինչպես մի հատ մեքենայի մարտկոց մենք գրկած քայլ ենք, այսինքն նույն ծանրաբեռնվածությունն է ողնաշարի վրա, այսինքն նա ինչը որ կարա ազդեցություն ունենա ճողվածքի վրա, նախ առաջինը գենետիկան է, շատ կարևոր է գենետիկան, շարժումները, այսինքն կյանքը պետք է լինի շարժում, բայց առանց ծանրաբեռնվածությունների ճիշտ դիրքերը, ոչ թեք դիրքերը, իհարկե սնունդը, օդը, ջուրը ամեն ինչ կապ ունի, բայց ամեն ինչ նաև գալիս է գենետիկա, շատ կարևոր է դա։ Իսկ կնոջ դեպքում հղիությունը կարող է էլի նպաստել, որ բերի հետո ողնաշարի խնդիրների։ Կարող է նպաստել, քանի որ հղիության ժամանակ փոխվում է ծանրության կենտրոնը։ Եթե ծանրության կենտրոնը փոխվեց, աճառային սկավառակի վրա ծանրաբեռնվածությունը ճիշտ չի ընկնում։ Միանշանակ ասել բոլորի մոտ կառաջանա ոչ, բայց այո, շատ դեպքերում առաջանում են ցավեր եւ ճողվածքներ։ Բայց նաեւ լինում է հակառակը, երբ որ շատ դեպքերում լինում են ճողվածքներ, ցավեր են ունենում, դա պարտադիր պետք է բուժվել նոր պլանավորել հղիությունը,
բայց դեպքեր են լինում, երբ որ ցավեր են լինում, հղիության ընթացքում ցավերը վերանում են, այսինքն ծանրության կենտրոնը փոխվելով, մենք ունենում ենք արդեն նյարդի բացազատում։ Քանի որ խոսեցինք այն մասին, որ մեզ մոտ ընդունված է մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չենք դիմում, հակառակը կարող է լինել մարդ չունենա գանգատ, բայց պրոֆիլակտիկ գա ստուգման եւ ինչը ստուգի այդ պարագայում։ Օրինակ ուզենա գա տեսնի ինչ վիճակում է իր ողնաշարը։ Այո, փառք Աստծո, օր-օրի տարին տարվա վրա, այսպես Փոխվել է ասած, մենք վիճակագրությունը։ ունենում ենք այդպիսի դեպքեր, երբ որ գալիս են մարդիկ պրոֆիլակտիկ ստուգվելու։ Դա շատ ավելի լավ է, քանի որ ճիշտ ժամանակին եւ շուտ հայտնաբերված խնդրի բուժման բարենպաստ ելքը շատ ավելի լավ է, քան հին եւ քրոնիկ դեպքերը։ Այո, ունենք այդ տենդենսը։ Ամեն դեպքում ցավ, երբ մենք ապրում ենք, առաջինը շտապում ենք գնելու դեղորայք եւ ուղակի ցավազրկվելու։ Կարող ենք ասել, որ երբեմն ճիշտ շարժումները, ճիշտ վարժությունները 1000 դեղորայքից ավելին են։ Իհարկե, նայեք, այսօր ինչ վերաբերում է ողնաշարին, մենք շատ ունենում ենք ուշացած եւ բարդացած դեպքեր, ինչի համար, որովհետեւ լինում է ցավ առաջանում է, գնում են դեղատնից գնում են դեղորայք, խմելով ցավը պարփակում են, բայց process-ը տակից գնում է։ Բայց Խնդիրը չի լուծվում։ Ճիշտ շարժումներով, ճիշտ վարժություններով, այսինքն բուժման մեջ նաև նայեք ֆիզիոթերապիա, կինեզիթերապիա, վերականգնողական բուժում, այսինքն ռեհաբիլիտացիա եւ պարտադիր բուժական ֆիզկուլտուրան է մտնում։ Դա պարտադիր պայմաններից մեկն է, որ բուժման մեջ բուժական ֆիզկուլտուրան մտնի։ Բուժական ֆիզկուլտուրով կարելի է հասնել այնպիսի արդյունքի, որ եղած խնդիրը հետ նահանջի եւ չհասնի վիրահատության։ Դոկտոր, իսկ քնի որակը կարող է ազդել ողնաշարի կամ մկանների վիճակի վրա։ Օրինակ շատ մենք հիմա ուշ ենք քնում, հետո ասում ենք ցավում ապարանոցս։ Միանշանակ քնի որակը, բացի այն, որ ազդում է բոլոր օրգան համակարգերի վրա, սկսած հոգեբանական, փսիխոսոմատիկայից վերջացրած ողնաշարով, այո, քնի որակը ճիշտ քունը եւ ճիշտ ընտրված այնտեղ բարձը մատրաս հայերեն հիմա չեմ կարող հիշել ներքնակը, հա, շատ կարեւոր է, որպեսզի հետագայում չունենան խնդիրներ։ Եվ որպես մեր զրույցի ավարտ, ինչ խորհուրդ կտաք առհասարակ մարդկանց, ովքեր տանն են շատ դեպքերում աշխատում, թեթև վարժություններ եւ այլն, որովհետեւ հիմա նաեւ համակարգչում շատ ծրագրեր կան, որտեղ պարզապես մարդիկ խորհուրդ են տալիս ինչպես շարժվել, ինչ անել, սա կարող է հակառակ ազդեցություն գործել կամ գնում են մարզասրահ առանց պրոֆեսիոնալ մարզիչի, որոշում են, որ իրենք մարզվում են եւ դրանով առողջ են ապրում, բայց դա էլ կարող է ունենալ իր վտանգներն ու հետևանքները։ Մի քիչ բժշկական տեսանկյունից խորհուրդ տանք մեր հեռուստադիտողին։ Այո, խորհուրդը կարելի է լինել երկու տեսակի, երբ որ ունեն խնդիր, այդ դեպքում խորհուրդը միանշանակ չզբաղվել ինքնաբուժությամբ եւ դիմել մասնագետի։ Եթե չկա խնդիր, միայն շարժվել, այսինքն զբաղվել լողով, եթե նստակյաց աշխատանքը, ինչպես ասացի, կես ժամ մեկ վեր կենալ ինչ-որ թեթև ֆիզկուլտուրա անել, այսինքն օրը պլանավորել այնպես, որպեսզի վերջում հաշվարկ անելուց մենք հետ չգնանք եւ նայենք, ասենք, օրվա մեծ մասը անցել է նստակյաց։ Եվ չկա հատուկ վարժություններ, գիտեք, ես դա բոլորին եմ ասում, եթե մենք վարժությունները տանք, բոլորը սկսելու են անել, բայց կան շատ հակացություններ։ Մեկ ունի սիրտանոթային համակարգի խնդիր, մեկ ունի գոտկային հատվածի խնդիր, մենք տալու ենք պարանոցի համար, բայց այնտեղ վնասվի։ Վարժությունները ցանկալի է ընտրվի անհատական։ Խիստ ինդիվիդուալ է եւ ի վերջո կարեւոր է ամեն դեպքում բժշկի միանշանակ, այո, հսկողությունը։ Եկեք խորհուրդ տանք, որպեսզի սիրելի հեռուստադիտողների նախ եւ առաջ մտածեք ձեր առողջության մասին, գնացեք պրոֆիլակտիկ ստուգումների, ծանոթացեք ձեր օրգանիզմի հետ, իմացեք թե ինչ խնդիրներ ունեք կամ առավելություններ ունեք եւ վստահաբար բժիշկները միշտ ճիշտ կուղղորդեն ձեզ մարզվել, ինչ չափով մարզվել, որ սպորտաձևին անդրադառնալ, եթե լողն է ձերը, լողի գնաք, եթե տրինաժորն է, տրինաժորի եւ այլն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հյուրներ կինեզիոթերապևտ ռեհաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանը, անչափ շնորհակալ եմ իմ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար եւ առավոտյան ինչու ոչ մեր հեռուստադիտողին ասելու թե ինչպես պահեն իրենց տանը։ Շնորհակալություն։ Ձեզ եւս։ Այսօրվա եթերն այսպիսին էր, սիրելիներս, զբաղվեք ձեր առողջությամբ, առողջ ապրելակերպով, բայց դրան էլ մոտեցեք առողջ մտածելակերպով, մտքով ու ինչու ոչ մասնագիտորեն։ Հարևանները շատ լավն են, բայց սուրճ խմելու համար այս պարագայում, այնպես որ խորհուրդները պետք է լինեն մասնագիտական։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, օրդ բարին էր ու թող ձեր օրն անցնի իսկապես բարի։ Մնացեք բարև։